Բազն պետք է ստրուկ լինել եւ ծանծաղ առնվազն, որպեսզի տարբերությունը չհասկանանք, թե օգոստոսի 8-ը ինչ առավելություններ է տալիս Հայաստանին, որ օգոստոսի 8-ը որևէ կերպ չի խախտում Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունն ու իրավազորությունը այն տարածքի նկատմամբ, որ տեղով անցնելու են այդ բոլոր ենթակառուցվածքները, անբարոյական են ուղղակի այն մարդիկ, ովքեր փորձում են հավասարության նշան դնել կամ փորձել թրիպը կոչել միջանցք եւ այլն եւ այլն։ Ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի համաձայնագրով, որին այդքան տենչում են ձեզ հայտնի շրջանակները, Հայաստանը կորցնում էր իր ամբողջ իրավունքները այդ տարածքի նկատմամբ եւ Հայաստանը ընդհանրապես կորցնում էր իր կենսունակությունը նաեւ որպես պետություն։